դեօկուպացնելու տարիներ հետո դեօկուպացնելու գծով, դուք որպես մարդ, որ դաշնքի մեջ էիք Հեզբոլլայի հետ ու ակտիվ դերակատարություն եք ունեցել, քան խառը ու բազմահամայն դաշտում, քաղաքական դաշտում Լիբանանի, ինչ կարող եք ասել մեր մոտակա 4 տարվա հայ համայնքի տեսականի մասին, ինչ դասեր մենք կարող ենք խաղալ օրինակ Արցախի դեօկուպացիայի հարցում կամ ինչ մենք պետք է իմանանք Հայաստանում լիբանանյան փորձի մասին, որտեղ նույնն են մեր ճշնամիները։ Շնորհակալ եմ հարցի մասին։ Երբ Արցախի պատերազմը սկսավ եւ ցեղասպանությունը տեղի ունեցավ, մենք զգուշացուցինք Լիբանանի եւ արաբական երկրներու բոլոր ուժերը, թե պետական, թե ոչ պետական, ասելով, որ ասի օրինակ մնե անպատժելիության եւ երբ ցեղասպանությունը չի դադարեցվիր եւ նման ակտեր չեն դադարեցվիր, վաղը գարկը պիտի կացեցի եւ դուք պիտի ենթարկվիք նույն կացության։ Դժբախտաբար եղավ։ Բնականաբար մեր բարեկամական հարաբերությունները, որովհետև դաշինք բացատրությունը քաղաքական իմաստով դերևս շատ ճիշտ չէ, այլ մեր քաղաքական հարաբերությունները եւ թիմադրության խաղապարի հանդեպ մեր պատմական փորձառությունը եւ համոզումը մեզի գտնեն այսօր Լիբանանի եւ շրջանի մեջ ամբողջ ամբիսի դիտարկումներ եւ վերլուծումներ կատարել եւ հետեւիլ կացություններուն, որովհետեւ ինչպես քիչ առաջ ասի, վերջական ոչինչ չկա։ Սուրյո փոփոխությունները թիմադրության թեմ եղած հարվածը, բայց ոչ թե թիմադրության ժողովրդի թեմ եղած հարվածը, այսինքն գրնա զինվորական իմաստով թիմադրության թեմ հարվածը որոշ ժամանակի համար եւ շրջանի փոփոխությունները որոշ ժամանակի համար այսպես ասած ոչ դրական պատկեր ներկայացել, բայց փաստորեն ժողովուրդը եւ խաղապարը կմնան Լիբանանի մեջ, թե այս իմաստով Սուրիո կամ Իրաքի մեջ։ Մեզի համար հիմնականը բնականաբար մեր համայնքներու պաշտպանությունն է, պահպանումն է, հայեցիության եւ թե ֆիզիկական գոյության եւ թե հայկականության բահբանման խնդիրներն են, որոնց համար բարեփոխտաբար անցյալին Հայաստանի իշխանությունները ավելի բանիմաց ձևով հարցերուն կմոտենային եւ իրենց վերաբերումը այս իմաստով ավելի հասկացող էր եւ բարոյական եւ այլ իմաստով նաեւ գոժանտագեին այս շրջաններու մեջ մեր հայկական միջավայրի հայկականության բահբանման բարեփոխտաբար սպիրկը ամբողջ աշխարհով կհասկանա դակավին այս համայնքներու այս երկրներու մեջ դակավին կորձող հաստատություններու կարևորությունը եւ անշուշտ առաջիկա 4 տարիներուն թեգուզ եւ դժվարություններ պիտի ելան բնականաբար, որովհետեւ չմոռնանք նաեւ, որ այս շրջանը բարարդ դաշտ է թրքական թափանցումի ներկայության, որը անուրանալիորեն երբեմն այսպես ասած հայտարարողական մագարտակի վրա Թուրքիա Իսրայելի դեմ գծածներ գարդահայտե, սակայն դիգա աչքի փոշի է բարձաբես Թուրքիա եւ Իսրայել ռազմավարական դաշնակիցներ են, մեկը Օսմանյան ծրագրի գործադրության, մյուսը սիոնական ծրագրի գործադրության եւ մենք անշուշտ բացառիկ զգուշավորությամբ այս հարցերուն կմոտենանք եւ բացառիկ զգուշավորությամբ նաեւ
մեր համայնքներու բահբանման, ոչ միայն բահբանման, այլ ավելի զորացման համար իր աշխատիկ։ Իրավիճակ է այսօր Սիրիայում, հայկական համայնքներին ինչպիսի վտանգներ են սպառնում եւ կա արդյոք տարբերակ, որ կամ այդ ուժերի կազմակերպած ջարդերը կտնափոխվեն նաեւ քրիստոնյա համայնքներ, մասնավորապես հայկական համայնքների շրջանակներ եւ ինչ է անում Հայաստանի Հանրապետության իշխանությունը այս ուղղությամբ, ինչ քայլեր է ձեռնարկում եւ արդյոք բավարարին այդ քայլերը։ Գրնամ ասել, որ առանցնապես հայկական համայնքներու հանդեպ վերաբերում չկա, այլ պետական, այսպես ասած, նոր իշխանության հասած ղեկավարությունը կփորձի ամեն երաշխավորություն տալ, որ քրիստոնյա համայնքներում կամ այլ այսպես ասած փոքրամասնության պատկանող էթնիկ թե գրոնական խմբավորումներուն ցերկ պիտի չդա, բայց գետնի վրա այդպես չէ։ Այսին անցող քանի օրերու թեփքերը Սուրիո-Զովեզերյան շրջաններու մեջ ցուցանիշ են, որ այսպես ասած ճագերտի մեջ անպատասխանատու դարեր, որոնք վերջին հաշվով իշխանության հասած խմբավորումներուն մեջ գտնվող դարեր են, այնպիսի վայրակ վերաբերում գծուցապերն ժողովրդի նկատմամբ, որ եւ իդես այս բոլորին դարձյալ միջազգային հանրային գործիքի եւ գարույցներու լրությունը այո մտավախություններ կստեղծեն։ Դակավին մեր համայնքի պատասխանատուները Սուրիո մեջ արավելակյունջիկ կտապեն վնասազերծելու համար հայկական թաղամասերը նման հարցակումներ է եւ մենք ամեն չանք պիտի թափենք, որ այդպես լա, թե Հայաստանի Հանրապետությունը ինչ կնե, անգերձորեն չեմ գնալ պատասխանել, որովհետեւ մինչև հիմա մասնավոր դեղություններ եւ նշաններ չկան, թե հadoop վերապերում կամ հadoop նախաձեռնություններ կան, չեմ գիտեր եթե ընկեր Արմենը կամ Լիլիթը այս մասին հավելյալ դեղություն գտնան ունենալ, բայց թե իշխանապողության այդ ժամանակաշրջանին որոշ բացակայություն արձանագրված են, կարելի է արձանագրված էր այդ իմաստով կարելի է արձանագրել անշուշտ։ Ուրեմն ես հավելեմ, որովհետև առավոտ օրաթերթը հարցի շարունակություն ուղարկեց, խնդրեմ հնչեցնել Լիբանանում